խաղաղության չափի վերաբերյալ, ուստի պիտի խնդրեմ դատականիստը հետաձգել ևս երկու ամսով, որպեսզի իրավասու մարմինը կարողանա համապատասխան դիրքորոշման հիման վրա վերահաշվարկ իրականացնել եւ արդեն ըստ այդմ հայցի հիմքը եւ առարկան փոխվելու միջնորդություն ներկայացնել։ Միջնորդությանը դատարանը առանձին կանադառնա, այս կազմով նիստը շարունակելու հարցի մասով։ Անկեցոցս ես չգիտեմ ծանուցման մասով, եթե պատշաճ ծանուցում կա, ես նույնպես կողմ եմ, եթե չկա, ուրեմն ինքնով կարծում եմ պետք է այդպես։ Դատարանը արձանագրում է, որ գործի մասնակցող մյուս անձանց ծանուցումը ապահովված է, պատշաճ ծանուցված են եւ նիստը շարունակվում է պատշաճ ծանուցված գործի մասնակցող մյուս անձանց բացակայությամբ։ Հետագայում ծանուցումներ իրականացնելիս դատարանը նկատի կունենա Ռաֆայել Ջանգիրյանի կողմից ներկայացված միջնորդությունը, այսուհետ ծանուցումները կուղարկվեն անձամբ Լիլիթ Կոստանյանին։ Հիմա անդրադառնալով գործի քննությունը հետաձգելու հայցվորի միջնորդությանը, պատասխանողը հարցեր այդ առնչությամբ ունի թե ոչ, եթե ունի խնդրեմ, եթե ոչ կարող դիրքորոշման մեջ մենք ևս նշել ենք, որ այս հիմքի առարկայի փոփոխությունը ենթադրվում է սահմանադրական դատարանի որոշման հիմքով, թեև ներկայացրել ենք համապատասխան դատավարական պարտականությունը մեծ կատարել ենք, բայց գտել ենք, որ այդ դիրքորոշումից հետո նոր հնարավոր կլինի վերջնական հասկանալ նաև ապացուցման բերելու մասով եւ նաև մեր ապացույցների միջնորդությունների տրամաբանությունն ու շարունակությունը, հետեւաբար եթե դա կապված է հայցի հիմքի առարկայի ճշտման հետ, հատկապես համադրական դատարանի որոշման ուսումնարկով, մենք չենք առարկում, որպեսզի դատական նիստը հետաձգվի եւ սահմանված կարգով այդ փոփոխությունները կատարվի, որից հետո մենք արդեն հնարավորություն ունենանք վերջնական մեր դիրքորոշումները ներկայացնել։ Շատ լավ։ Հայցվորի միջնորդության բավարարման արդյունքում գործի քննությունը հետաձգվում է ևս մեկ նախնական դատական նիստով։ Հաջորդ նիստի օրը եւ ժամը համաձայնեցնենք։ Երկու ամիսը լավ է, եթե որովհետև հետադրում եմ դականի օգոստոսի կես չէ, առաջի կես նույնիսկ օգոստոսի վերջ է, եթե հնարավոր է։ Ինչու այդքան երկար։ Իմ օգոստոսին ես արձակուրդ եմ պլանավորում ճիշտն ասած, դրանով պայմանավորված, եթե հուլիսի մեջ կլինի, եթե օգոստոս, ապա կխնդրեմ օգոստոսի վերջ, որտեղ օգոստոսի մեջ արձակուրդների սեզոն այլ մենք նիստերներ փորձում ենք դրանց անել, որ օգոստոս ամիսը մի փոքր ազատ լինի։ Լավ, իսկ հուլիսի վերջ հայցվորը ինչ դիրքորոշում չի հասցնի ավարտել իր գործողությունները եւ վերջնական միջնորդությամբ հանդես գալ դատարանում։ Կարծում եմ ոչ, որտեղ այս պահին վարչությունը գերտանրակայնված ռեժիմով է աշխատում, չեմ կարող կանխատեսել, որ հուլիսի վերջ ամենայնիվս պատրաստ կլինի համապատասխան միջնորդությունը։ Արգել դատարան, ես նույնպես կողմ եմ ավելի երկար ժամանակով, որովհետև ցանկացած դեպքում, եթե կլինի, այսինքն ժամանակ լինի, որ նյութերը ներկայացվեն դատարան, մեզ էլ հասնի, մենք էլ պատրաստ գանք հաջորդ նիստին, կարծում եմ, այս ժամանակահատվածը կարելի է այդ առումով օգտագործել, օրինակ պայմանականորեն, եթե հուլիսին վերջի ժամկետով հասցրեցին, վերցին մենք պիտի ծանոթանանք հետաձգվի, եթե ավելի երկար ժամկետում ավելի շուտ կարողանա ներկայացնել, Շատ լավ, այդ դեպքում դատարան դիտարկի օգոստոս, բայց խնդրում պարոն Հարությունյան, ձեր արձակուրդի մասով ավելի հնարավոր է հստակեցնել, թե օրերը պարզ չեն։ Ես հենց երևի մինչև 20-22-3 տենց էլի։ Լավ, հասկանալի։ Այդ պարագայում օգոստոսի 25-ին ժամը 15-ին հարմար է։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց 2025 թվականի օգոստոսի 25-ին ժամը 15-ին։ Համարվում եք պատշաճ ծանուցված, նիստը հայտարարում կապված հաջողություն։